այստեղ չի վերցնեք ինչև ասա։ Շնորհակալություն։ Ապրիլի 2-ին հենց այսպես այս նոր սարքավորումների միջոցով ընտրողը գալու է ընտրատեղամաս եւ կատարի իր ընտրությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր փորձարկեց տեխնիկական սարքավորումները, որոնց միջոցով ապրիլի 2-ին ընտրողները պետք է քվեարկեն։ Մատնահետ միադրեք։ Եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ընտրական նոր համակարգի նախաձեռնողներից կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում են, այս մեխանիզմը բացառում է կրկնակի քվեարկության հնարավորությունը։ Ապացուցելու համար Դավիթ Հարությունյանը փորձեց 2 անգամ քվեարկել, սակայն սարքավորումը ազդանշանի միջոցով տեղեկացրեց ընտրական խախտումի մասին։ Դավիթ Հարությունյանի խոսքով եւ այս սարքավորումները եւ քվեարկությունից հետո ընտրողների հրապարակված ցուցակները գրեթե բացառում են ընտրախախտումները։ Տպվում է հատուկ կտրոն, որը կոչվում է կրկնակի գրանցման փորձ, որի մեջ զետեղված է ողջ տեղեկատվությունը, թե այդ ընտրողը մինչ այդ ժամը քանիսին որ անձնագրով փորձել է գրանցվել։ Սա եւս շատ կարեւոր է, որտեղ դա փաստացի այն արձանագրումն է, որը պետք է աներ ենթադրենք հանձնաժողովը կամ ոստիկանը։ Հարությունյանին հիշեցրեցինք, որ այսօր շատ է խոսվում ոչ թե ընտրատեղամասերում կատարվելիք, այլ հենց քարոզարշավի ընթացքում կատարվող խախտումների վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Ավելին 3 իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը ցուցակ էր հրապարակել, որտեղ Հայաստանի 136 դպրոցների եւ մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում էին, թե հանրապետականի համար ընտրողների ցուցակներ են կազմել, դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ։ Սա ընտրակեղծիք դուք որակում եք։ Ընդհանուր գնահատական ես հիմա կարծում եմ տալ չեմ կարող, ինչու որովհետև պետք է մանրամասն ուսումնասիրեմ։ Ես մի քանի հատն եմ երեք հասել, ցավոք սրտից կայքը շատ ծանրաբեռնված եւ ինչ որ մի պահից դադարեց արձագանքել։ Ես մի քանի հատ ստուգեցի, որոնցից մեկում ես որոշակի խնդիր տեսա, իսկ երկուսում ոչ մի խնդիր չտեսա։ Այն մեկում, որում ես որոշակի խնդիր տեսա, դա չի նշանակում, որ ես ակնհայտորեն կարող եմ հիմա պնդել, որ առկա է ընտրախախտում կամ ընտրական օրենսդրության խախտում, կամ էթիկայի կանոնների խախտում, մինչև իրականում յուրաքանչյուր դետալ չիմանամ։ Նոր սարքավորումների փորձարկման այսօր ներկա էին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները, դեսպանները։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը Ազատության հետ զրույցում ասաց, որ նոր ընտրական համակարգը հուսադրող է, թեպետ ոչ ոք չի կարող երաշխավորել 100%-անոց ազատ եւ թափանցիկ գործընթաց։ No one can ensure 100% free and fair process, but I am very confident that this equipment Բայց ես շատ վստահ եմ, որ այս սարքավորումները, ուղիղ հեռարձակումը, ընտրություններից հետո քվեարկողների ցուցակի հրապարակումը, ընտրական համակարգի բոլոր փոփոխությունները տեղի կունենան այս ընտրություններում, եւ կան շատ մեծ երաշխիքներ, որոնք կկանխեն գեղձիկները, կրկնակի քվեարկության դեպքերը։ Միլսը հորդորեց ընտրողներին չվախենալ, հիշեցնելով, որ որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին է կատարվել քվեարկությունը։ Ազատության դիտարկմանը, որ ընտրախախտումների, մասնավորապես ընտրակաշարքների մասին շատ հաճախ բարձրաձայնում են ընդդիմադիր падգամավորները, Միլսն ասաց, որ ինքն էլ կարդում է այդ հոդվածներն ու զեկույցները, թեպետ դեռևս հստակ, կոնկրետ դեպք չի տեսել, սակայն կարծում է, որ դրանք իրոք մտահոգիչ են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անպայման ուշադրություն դարձնի դպրոցի տնօրեններին առնչվող զեկույցին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից տեղեկացանք, որ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների սկանդալային հեռախոսազրույցների վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում։ Սա ընտրախախտում համարում եք։ Խնդիրը հետեւյալն է, նախ ուրեմն այդ ձայնագրությունների հետ կապված բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Հովհաննիսյանին, վերցրել ենք։ Հիմա գնում են ուսումնասիրություններ, որտեղ պետք է այդ ամբողջը լսել, յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք։ Կլսենք եւ արդյունքում արդեն ինչպիսին կլինեն դիրքորոշումները դրանց վերաբերյալ կիրազեկենք։ Հավելենք նաև, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկելու է երկդաշինքի падգամավորի թեկնածու փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը։ Հանրապետական խմբակցության падգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Փաստաբանը ապացույցներ է ներկայացրել Ծաղկալանջ գյուղում հրապարակված տեսանյութի առնչությամբ, որտեղ ճանապարհը ասֆալտապատելու դիմաց Մովսիսյանն ակնկալում էր ստանալ այդ եւ հարևան գյուղի ձայները։ Քանին ձող է։
1160 Ինչքան են հելնում Չէ 500 Սա յուղը պատրաստա կողոսկանի Կայնած են Կայնած են Հաշվի կայնած են 100% Հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել, որ խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են կուսակցության լիազոր ներկայացուցիչներին եւ պահանջել դադարեցնել խախտումը եւ հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ։ Դավիթ Հարությունյանից այսօր ճշտեցինք. Առաքել Մովսիսյանի հարցը արդյոք քննարկվել է կուսակցության ներսում։ Ընտրական օրենսդրությունը դա ականապատ դաշտ չէ, որ ցանկացած սխալի դեպքում, հա, դու կորցնում ես կյանքդ։ Ոչ էլ կոմպյուտերային խաղը։ Ընտրական օրենսդրությունը միշտ ենթադրում է կիրառել ավելի մեղմ գործիքներ, եթե ավելի կոշտ գործիքների կարիքը չկա։ Կիրառողը ես չեմ, կառավարությունը չէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։